Ադրբեջանական բենզինը արդեն վաճառվում է Ռանոյլի բենզալցակայաններում։ Երևանի և Հանրապետության տարբեր շրջաններում Ռանոյլը վաճառվում է 430 դրամով։ Ոմանց արդեն գերել է սահմանված մատչելի գինը, ոմանք անտարբեր են, պատճառաբանում են, ինչ վաճառքի են հանում, այն էլ գնում ենք։ Իսկ ոմանք էլ արժանապատվության խնդիր են բարձրացնում ու բոյկոտում ադրբեջանական վառելանյութը, չօգտվելով դրանից և առաջ քաշելով այն փաստը, որ Ադրբեջանում շարունակվում են հայ գերիներ պահվել։ Ընդունելի չի, պետք է ընդունելի լինի։ Ինչ եք պատրաստվում անել, շատերը բոյկոտում են, չեն օգտվում։ Դե որ թաքցնեն, որ այստեղ կամ այնտեղ ադրբեջանականը ով է իմանալու։ Եթե ճիշտ ասեն, ժողովուրդը չեն առնի։ Դե ես չգիտեմ, իմ համար դա հաճելի բան չի։ Ես չեմ օգտվի։ Ինչ պատճառից ելնելով չեք օգտվել։ Որովհետև ադրբեջանականը։ Նաև մենք գնում ենք խաղաղության, բայց այնտեղ գերիներ ունենք այս հանգամանքը։ Դե կասկածում եմ, որ խաղաղությունը իրոք խաղաղություն կլինի, կուզեի, բայց Ադրբեջանի հետ չեք հավատում։ հա, այնտեղ Ալիևն է իշխանության, որը մարդկային ոչինչ չունի իր մեջ։ Չեմ մտածել, ճիշտն ասած, մի քիչ էլ զբաղված եմ, երևի ուրիշի հարցն եք։ Եթե գերիներին հետ չի վերադարձնի, ոչ մի բարեկամություն չի կարող լինել։ Բացառ դերասանությունը Ադրբեջանի կողմից։ Մինչև գերիներին չվերադարձնեն, մինչև մեր հողերը հետ չտան, այն հողերը, որ իրենք գրավել են, ոչ մի բարեկամություն չի լինել։ Ինչ տարբերություն, բենզինը բենզին է, ոչ մուսուլմանություն կամ չէ ոչ ոք, բենզին է։ Նել է, որ Հայաստան Ադրբեջանից է բենզին գալիս։ Իհարկե ոչ։ Դուք օգտվելու եք։ Ոչ։ Իսկ քաղաքացիներին ինչ ունեք հորդորել։ Հորդորելու որ ոչ մեկն էլ չվերցնի։ Ինձ համար շատ բաներ են։ Ես մեքենա չունեմ, բայց եթե ունենայի չէի օգտվի։ Իսկ օգտվողներին ինչ ունեք ասելու։ Թող չառնեն։ Կան բենզին։ Ճիշտ ասած, այդքան սոսկալի բան չեմ տեսնում, որտեվ այն հին թվերն էլ այդպիսի բան, որ մենք գրող կողմից ապրանք ենք արել 20-ական թվականների, եթե չեմ սխալվում։ Առաջին հայացքից իհարկե շատ տարօրինակ է, շատերն ասում են, որ այդ գումարով պետք է մեր դեմ կռվեն եւ այլն, բայց դա այդպես չի։ Տնտեսական հարաբերությունները այդքան պրիմիտիվ չի, էլի որ նա հարավ մեզ այդ մի քանի այսպես ասած դոլարով պետք է մեր դեմ։ Ձեզ համար խանգարող հանգամանք չէ այն, որ այնտեղ մենք գերիներ ունենք, Ադրբեջանը գրաված։ Այդ դա ուրիշ բան, դա պետք է արդեն սկզբից դրվել այդ նախապայմանը, գոնե այդ գերիների մի մասը գոնե անջա, գոնե կեսի վրա պայմանավորվել, մի պայման, մեր կողմից ոչ մի պայման չի դրվում, դա տարօրինակ է։ Ինչ ասում եմ, սա բան չկա, դիսկուսիա չկա ոնց որ։ Ասի լավ հասկացանք, բայց գոնե դու էլ ես մի քանի հոգի ունենք մենք այնտեղ 100-ից ավել է, չէ՞ կա։ Պաշտոնական 23 է, ոչ պաշտոնական 80 եւ ավելի։ Հա, տեսնում եք, գոնե կեսի վրա պայմանավորվել, ասենք գոնե 20 հոգի, չգիտեմ ինչքան ազատեք, սկսենք այդ բանը շուրջը մտածել, որ նա էլ մի քիչ բան ունենա, հասկանում եք, թե չէ ես ծնկած վիճակում ինչ ասում անում է։ Եվ իր նախ ռեպուտացիան է գցում, ազգի ընդհանուր ոգին է գցում, մեր եւ ձեր պատվին է գցում։ Տենց չի կարելի է։ Ինչ որ չենք տեսնում, նրանք ոչ մի հատ ելույթի մեջ տեսակ մի բան, որ այսինչ այդ Ալիևը եւ այլը պատկերացնում եք էլի իր բաներն առաջ տանում, էլի դուք դիպլոմատիկ հարաբերությունները արա, բայց մի բան ասա, որ հասկանանք, որ դու դեմ ես, որ դու պայքարում ես, որ դու պատիվն ես պաշտպանում ես ժողովրդի։ Այդ դա է շատ տարօրինակ թվում, էլի մի տեսակ, ինչ է դա իրական իրամտքում ոչ ոք չի կարողանում հասկանալ։ Այդ մարդը խաղում է, դիպլոմատիա անում, թե իրականում իր ներված շատ պրիմիտիվ կլինի կարծել, որ ախ թուրք են ասում բոլորը իրան, այտենց դավաճան չի լինում, ոնց որ ասած ակնհայտորեն բոլորի հաշվի առաջ դավաճանությունն է իր մեջտեղ դերում, այտենց չի լինում, այտենց պրիմիտիվ մարդ չի կարող լինել, եթե դեպուս նույնիսկ ինչ-որ թուրքական հակումներ ունի, այտենց բան չի կարող լինի, ես բացառում եմ դա։